ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցը համընկավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին։ Դրան հաջորդելու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հուլիսի 16-ից 17-ը Ալմաաթիում։ Հուլիսի ընթացքում Երևանում սպասում են նաև Ֆրանսիայի արտգործնախարարին, իսկ օգոստոսին Ռուսաստանի նախագահին։ Վաղուց այս աստիճանի ակտիվություն չէր նկատվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արագացնելու գործընթացում, որի հիմնական խթանը թերևս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահի հունիսի 26-ի հայտարարությունն էր։ Ազատություն ռադիոկայանի մեր այսօրվա հյուրերը գերազանցապես արտաքին քաղաքական խնդիրներում մասնագիտացած մեկնաբաններ են։ Վերոհիշյալ թեմաների շուրջ զրուցելու ենք Ռեսպուբլիկա Արմենիա և Երկիր թերթերի մեկնաբան Գայանե Մովսիսյանի, Ժամանակ թերթի մեկնաբան Էմմա Գաբրիելյանի և Գոլոս Արմենիի թերթի մեկնաբան Մարինա Գրիգորյանի հետ։ Մարինա, ձեր կարծիքով ո՞րն է միջնորդների այս ակտիվության պատճառը։ Արդյոք հունիսի 18-ի այդ ռազմական սադրանքը այդպես սարսափեցրել է բոլորին, որ փորձում են կանգնեցնել պատերազմի վտանգը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախագահների այս համատեղ հայտարարությունը անգամ Հույդա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը որակեց խաղաղության պարտադրում։ Արդյոք սա խաղաղության պարտադրանք է ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին ընդհանրապես խաղաղության պարտադրանքը առկա է համանախագահների եւ ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշման մեջ, միգուցե այս միջադեպը ամսի 18-ի ինչ որ դեր խաղաց ակտիվացման, չնայած ես չեմ կարծում, որ այն որոշիչ դարձավ, որտեղ այսպիսի կարճ ժամանակներում հնարավոր չէր հենց ամսի 18-ից հետո Կլինտոնի եւ այլն այդ ամբողջ ակտիվացումը դա հնարավոր չէր։ Իհարկե դա պլանավորված ինչ որ գործընթաց է, որի ինձ թվում է նպատակը նույնիսկ ոչ թե Ղարաբաղյան հարցի լուծումն է, այլ այդ գործընթացի շուրջ ակտիվացման տպավորություն ստեղծելը, որտեղ խոշոր պետություններից ամեն մեկը իրեն խնդիրներն է լուծում։ Ավելի շատ տպավորություն են ստեղծում, քան իրականում հակամարտության կողմերից կան ավելի համառ կերպով պահանջում են ավարտել աշխատանքները սկզբունքների մասին համաձայնագրի վրա եւ անցնել պայմանագրի մշակմանը։ Ես կարծում եմ նախ եւ առաջ, որ այդ ինցիդենտը միջադեպը սահմանում դա Սանկտ Պետերբուրգյան հանդիպան արդյունքն էր։ Այսինքն Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանը փորձեց համաձայնության բերել, պարզ է, որ զիջումներ պետք է լինեին թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից։ Առաջի տպավորությամբ Ալիևը ոնց որ թե համաձայնվել էր, բայց հետո վերադարձավ Բաքու, որ այդ միջադեպը տեղի ունեցավ։ Ես համաձայն եմ նրանց հետ, որոնք կարծում են, որ դա Թուրքիայի ազդեցության տակ էր արված այդ միջադեպը, համենայն դեպս պլանավորման մեջ, որովհետև Թուրքիան չէր կարող թույլ տալ, որ նրա ազդեցությունը տարածաշրջանում թուլանար, իսկ համաձայնության պարագայում կթուլանար։ Հիմա ինչ վերաբերվում է ակտիվության հարցին, պարզ է, որ Հարավային Կովկասը եւ ոչ միայն Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան եւ այլն, նրանք միջազգային հարաբերությունների, միջազգային տերությունների ուշադրության կենտրոնում են հիմա։ Ինչ որ բան է արվում Ղրղստանը ձեզ օրինակ։ Ու այստեղ կփորձեն ինչ որ իրավիճակ ստեղծել կողմերի դիրքորոշումները, թույլ տեղերը, ուժեղ տեղերը ճշտելու համար։ Շատ լավ։ Էմմա, երեք նախագահների վերջին հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրականում գրեթե չի տարբերվում անցած տարի հուլիսի 10-ին արված հայտարարություն, բացառությունը իհարկե օկուպացված տարածքներ ձևակերպումն է։ Ուրեմն, ինչու այն այս անգամ դարձավ նման բուռն քննարկման առարկա եւ անգամ Դաշնակցության ուսանողական եւ երիտասարդական միությունները ԵԱՀԿ գրասենյակի առջև բողոքի ցույց անցկացրեցին այդ հայտարարության դեմ։ Այո, ճիշտ նկատեցիք, որ տարօրինակ է, որ այսօր այս համանախագահ պետությունների երկրի ղեկավարների հայտարարությունից հետո այսպիսի բուռն քննարկում առաջացավ, պարզավ, որ սա 2007 թվականի կողմերին ներկայացված Մադրիդյան սկզբունքներն են, 2008 թվականի Մայնդորֆում հռչակագիրը, որտեղ նորից հողում կար Մադրիդյան սկզբունքներին եւ Ակվիլային։ Այս հայտարարությունում այո ճիշտ նկատեցիք օկուպացված բառն է ավելացել եւ ես տարօրինակ եմ համարում ամերիկյան
տարբերակում ռուսականում։ Ամերիկյան տարբերակը պաշտոնական համաձայնեցված տարբերակն է, դրա մասին ասվել է։ Օկուպացված այդ բառի ավելացումն է, որի առիթով փաստորեն Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ ողջունում է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների առաջին այդ շտապ արձագանքը պայմանավորված էր նրանով, այդ ողջունի խոսքերը, թերևս նրանով, որ մադրիդյան այդ նորացված արտահայտությունը բացակայում էր, իսկ մենք գիտենք, որ ամիսներ շարունակ Հայաստանը խուսափում էր պատասխան տալ, ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների, թե վերջո պարզենք Հայաստանը կողմ է, թե ոչ։ Չի ասի, սա դրական հայտարարություն է, մենք նկատում ենք, որ դինամիկան փաստորեն այստեղ պարտադիր Հայաստանը օկուպանտ է անվանվել, բացի այդ մենք ունենք այստեղ ոչ կապող միջանցք արտահայտությունը, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը իրար կապող միջանցք են ուրեմն ենթադրվում է եւ ոչ թե ցամաքային կապ, ինչը Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում ծրագրային բան էր։ Եվ ես բացասական եմ համարում նաեւ այդ կամ արտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, որը շատ անորոշ է ինձ թվում։ Նախ թարգմանության մասին, բազմաթիվ մեկնաբանությունների առարկա դարձավ այն, որ այդ հայտարարության անգլերեն եւ ռուսերեն տեքստերը էապես տարբերվում են միմյանցից։ Ես մեջբերեմ միայն մեկ այդ մեկնաբանություններից, դա Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիկմեթ Հաջիզադեի մեկնաբանությունն է, որ պետք է եզրակացնել, որ գործընթացի արևմտյան մասնակիցները ավելի հակված են պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշում, իսկ Ռուսաստանը Հայաստանի։ Կարելի է արդյոք անել այս թարգմանական տարբերություններից նման եզրակացություն։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ այդպիսի բարձր մակարդակի տեքստերում երբեք չեն լինում պատահականություններ։ Հնարավոր չի, որ ամերիկացիները ինչ-որ բան օգտագործեն, իսկ ռուսները պատահական մոռանան այդ բառը օգտագործեն ռուսական տեքստում։ Ես կարծում եմ, միգուցե այստեղ մի ուրիշ բան է տեղի ունեցել, որ ռուսները ուզում են ընդգծել իրենց դիրքորոշումը, ամերիկացիները իրենց դիրքորոշումը եւ դրանով իսկ ցույց տալ իրենց վերաբերմունքը կողմերի նկատմամբ, բայց ես ուզում եմ մի բան ավելացնել, որ այս նոր տեքստում չկա մի արտահայտություն էլ չկա, որը կար Ակվիլայի հայտարարության մեջ, որ վերադարձնել տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ակվիլայի հայտարարության մեջ դա կար, այստեղ չկա, ուղղակի խոսվում է օկուպացված տարածքների վերադարձի մասին, ինչը տեղիք տվեց Շավարժ Քոչարյանին հայտարարել, որ դեռ պարզ չի, ինչ օկուպացված տարածքների մասին է գնում խոսքը, եւ միգուցե դա հայկական տարածքներ են, ինձ համար դա շատ տարօրինակից ճիշտն ասած հայտարարություն էր, եթե հայկական կողմը այս տարիների ընթացքում խոսեր այդ տարածքների մասին, ես կհասկանայի, բայց այդպիսի անհետևականություն, որ դու չես խոսի դրա մասին, եւ միշտ սենց լուր համաձայնվել ես նրա հետ, որ այս տարածքները օկուպացված են, դեռ Վարդան Ոսկանյանի օրոք է դա սկսել 90-ականների վերջում, եւ հիմա հայտարարել, որ պարզ չի օկուպացված տարածքները որն են, դա ուղղակի ինձ թվում է անիմաստ եւ անդորջ հայտարարություն է։ Դա պարզ չէ երևի Շավարժ Քոչարյանի համար, Ադրբեջանի համար պարզ է, նրանց համար օկուպացված տարածք նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այսպես ասենք։ Երկրորդը այդ տարաձայնությունները ռուսական եւ անգլիական տարբերակներում էլի նույն պատմությունն է Սանկտ Պետերբուրգյան։ Եթե Ադրբեջանը մերժեց Ռուսաստանի առաջարկը զիջումների գնալ, Ռուսաստանը վաղուց է փորձում Ադրբեջանը պահել իր ազդեցության տակ կամ վերադարձնել իր ազդեցության տակ։ Եմ ուզում հրավիրել, որ այս կապակցությամբ կարծեմ Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էր նշել, որ Ռուսաստանը չպաշտպանեց Հայաստանին այս բառը հայտարարությունից հանելու համար եւ առաջին անգամ ընդունեց այս ձևակերպումը օկուպացված տարածքներ։ Դա հասցեագրված է Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին։ Նրանք Ադրբեջանի հետ խնդիրներ ունեն, Ռուսաստանը այս նկատի ունեն, Հայաստանի հետ խնդիր չունեն։ Դրանով է պայմանավորված։ Եվ կներեք վերջերս, որ Զատուլինը քանի անգամ եկել է եւ ասում էր, որ պետք է որոշակի տարածքներ զիջել, որ Ղարաբաղի ինչ որ անորոշ ստատուս տան։ Դա ինչի մասին է խոսում, որ մեր տարածքները ազատագրված տարածքների զիջումով Ռուսաստանը փորձում է հրապուրել Ադրբեջանին, ոչ թե մեզ։ Ես Զատուլին ուրիշ բան է ասում լրիվ։ Ասում է, որ Ղարաբաղի ստատուսը արդեն իսկ որոշված է։ Ասում է, բայց որտեղ է դա երևում։ Քաղաքականության մեջ դա չի երևում։ Ասելը հեշտ է։ Ինձ թվում է այստեղ առանցքային հարցը դա իրոք խաղաղարար ուժերի տեղադրումն է։
որովհետև հենց դա է որոշում եւ ամերիկյան դիրքորոշումը, որը ունի Իրանի եւ հետո ավելի հեռու գտնվող Աֆղանիստանի խնդիրը։ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ իրեն ուրեմն հարավային ուրեմն սահմանում տեղադրվեն ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի ուժերը կամ Թուրքիայի ուժերը։ Ես գտնում եմ, որ սա է առանցքային հարցը։ Ով պետք է լինի այդտեղ, ինչ ուժեր պետք է լինեն այդտեղ տեղադրված։ Եվ այստեղից է բխում կողմերի միգուցե ինչ որ հակասությունները եւ տեքստերում եւ մնացած բոլոր հայտարարություններում։ Հայտարարության մեջ Ակվիլայի եւ հունիսի 26-ի մի շատ կարեւոր ըստիս տարբերություններ կան։ Եթե Ակվիլայում նշվում էր, որ երեք նախագահները նշում էին, մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել մնացած մի քանի տարաձայնությունները, ավարտուն տեսքի բերել հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են 6 այդ կետերը, այստեղ հունիսի 26-ի հայտարարությունում թե ռուսերենում, թե անգլերենում ընդ որում դա կա, բառացիորեն գրված է, մենք ողջունում ենք եւ որպես նշանակալի առաջընթաց քայլ ենք դիտարկում այն փաստը, որ երկու կողմերն ընդունում են, որ տեղական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտում տեղադրած մի խոսքով եւ գալիս են արդեն 6։ Սա ինձ թվում է շատ կարեւոր հանգամանք է, որ երեք նախագահները շեշտում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունել են այս ներքննշյալ սկզբունքները։ Ես ուղղակի ուզում ուշադրություն հրավիրել հարգելի գործընկերներ, նկատել եք արդյոք թե այս վերջին իրադարձությունների հետ կապված որքանով են հենց մեր երկրում ավելացել բավական ռազմաշունչ հայտարարություններ։ Ես կարող եմ մի քանի օրինակներ մեջ բերել, մասնավորապես օրինակ Արաբոյ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որ ասաց մենք պետք է անցնենք պատերազմի քաղաքականությանը։ ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանով միջազգային կառույցներին զգուշացրեց, որ եթե իրենք արձագանք չտան այս միջադեպերին, ապա Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ոչ միայն իզորու են պաշտպանել ԼՂՀ սահմանները, այլ հարկ եղած դեպքում ադրբեջանցիներին դուրս կշպրտեն հայկական լեռնաշխարհի բնական սահման հանդիսացող քուր եւ արագ գետերի սահմանագծից։ Երկար կարող էի շարունակել Ժառանգություն կուսակցության խոսնակ, որը նշեց, թե Հայաստանը պետք է վարկավորի զինատեսակների արտադրությունը եւ այլն։ Արդյոք այս ամենը վտանգավոր չէ, այս ռազմաշունչ տրամադրությունների հաջող։ Ես կարծում եմ, որ նման հայտարարությունները միգուցե ինչ որ պահերին պետք են լինում հակառակորդին ստապեցնելու համար, բայց ավելի լավ կլիներ նույն պարոն Շարմազանովը եւ մյուսները պարտադրեին, պահանջեին մեր դիվանագիտությունից, որ նրանք գնան բանակցությունների փիլիսոփայությունն ու տրամաբանությունը փոխելու ճանապարհով։ Եթե մեր արտգործնախարարի հայտարարության մեջ ի պատասխան համանախագահների երկրների նախագահների հայտարարությանը ինքը փաստորեն Նալբանդյանը ընդունել է, որ Հայաստանը օկուպանտ է։ Բացահայտ ասել է, չէ, ոչ միայն որ Հայաստանը օկուպանտ է, այլ նաև որ Հայաստանը պատրաստ է տարածքային զիջումներին, անորոշ ինչ որ ստատուսի, անորոշ ռեֆերենդումի դիմաց։ Դա սխալ է։ Մենք հնարավորություն ունենք փոխելու դա։ Եվ Քլինտոնին ասելու, որ մենք գիտեք ինչ մեր դիվանագիտությունը այս երկար տարիների ժամանակ չկարողացավ հիմնավորել, թե ինչ են մեզ համար այդ տարածքները, ինչու մենք պատրաստ չենք հանձնել նրանք։ Մենք պատրաստ չենք հանձնել։ Ինչու նույն հայտարարության մեջ սկզբունքների մեջ, խոսքը գնում է ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ընդ որում Ադրբեջանը դրա տակ հասկանում է եւ ռեֆերենդումի գաղափարը դրա մասին վկայում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան նաեւ Լեռնային Ղարաբաղ։ Ասված է նաև, որ իրավունք ունեն վերադառնալու բոլոր փախստականները եւ ներքին տեղահանվածները։ Մեր դիվանագիտությունը մեր փախստականների, կես միլիոն փախստականների Ադրբեջանից չի խոսում։ Նրանք խոսում են միայն Շահումյանի, Մարտակերտ, Մարտունի, նույնիսկ Արտվաշենի մասին չեն խոսում։ Տեղի ներքին տեղահանվածների մասին։ Դա նրանք փախստական չեն, փախստականները Բաքվից են, Սումգայիթից, Կիրովաբադից եւ այլ Ադրբեջանի նույնիսկ իրենք փախստականներ չեն, որտեղ փախստականներ համարում են նրանք, ովքեր պետական սահմանն են, Նրանք եկել են Հայաստան եւ այլ երկրներ։ Դե մենք ասում ենք փախստական խոսքը։ Չեն խոսում։ Իսկ մեր փախստականները իրավունք ունեն միջազգային օրենքների համաձայն, իրավունք ունեն ոչ միայն վերադառնալու, պարզա որ ոչ մեկը ոչ Բաքու, ոչ Սումգայիթ չի գնա։
բայց նրանք կոմպենսացիայի իրավունք ունեն եւ այդ կոմպենսացիայի ռեսուրսը տարածքներին ազատագրված։ Ինչ կարող եմ այդ ռազմաշունչ հայտարարությունների առթով ասել։ Ես էլ կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտության արդյունքում գուցե ունենք այնպիսի իրավիճակ, որ որոշ քաղաքական ուժերի մոտ այլ տարբերակի կիրառումը արդեն դառնում է օրինաչափ։ Ինչն է ցավալին, հունիսի 18-19-ի ողբերգական դեպքերից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություն տարածվեց եւ այնտեղ ոչ մի անդրադարձ չեղավ, թե ով է եղել նախաձեռնող կողմը։ Նույնիսկ եթե ընդունենք 3 նախագահների հայտարարությունում դա կարող էր չֆիքսվել, բայց գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը այդ առիթով տարածվեց, այնտեղ դրա մասին ոչ մի խոսք։ Մեր դիվանագիտությունը փաստորեն մեր արտգործնախարարը կարող է միայն հայտարարել պարբերաբար, որ Ադրբեջանը ետ չի քաշում դիպուկահարներին։ Դա ինչի պիտի քաշի, եթե Հայաստանը օկուպանտ է համարվում այս հայտարարությունում եւ մենք դա ողջունում ենք։ Իսկ կարծում եմ, որ այդ ամբողջ այդ կամպանիան ռազմատենչ հայտարարությունների շատ հստակ ինչ որ նպատակ ունի ստեղծել խոչապահին տրամադրություններ Ղարաբաղում։ Ես չգիտեմ ինչի համար են մերոնք դա անում, բայց կարող եմ ասել, որ արտաքին աշխարհի ներկայացուցիչները այդ նպատակը միգուցե հետապնդում են, որովհետև կարելի է պատկերացնել մարդկանց վիճակը, որոնք ապրում են նորմալ իրանց երկրում ապրում են եւ իրենց ասում են, որ վաղը կարող է պատերազմ սկսել, որ ձեզ բոլորից տեղ կքշեն։ Ես չգիտեմ դուք երեք լսել եք ինձ այսօր առավոտյան։ Հա, ես չեմ հասկանում այդ մարդը ինչ նպատակով է եկել այսօր Հայաստան, որպեսզի մեզ բոլորին վախացնի։ Ինչ նպատակով Վարդան Օսկանյանը իրան բերել այստեղ եւ հենց Կլինտոնի այցից առաջ։ Ժերաշալյանը բացի նրանից, որ ասաց ես Ֆրանսիայում բնակվող ճանաչվածվելուց ապան է, որ ռազմական հակամարտությունների հարցերով, որը բացի նրանից, որ նշեց, որը մինչեւ հիմա ընդհանրապես որևէ կապ չի ունեցել Ղարաբաղի պատվավոր խորհրդին, ասում են, որ 93-ին է եղել Ղարաբաղում, բայց նա բացի նրանից, որ նշեց, որ այցելելով առաջինից տեսել է, որ պատերազմի հավանականությունը ավելի հավանական է քան եղել է նախկինում, նաև այսպիսի մի կանխատեսում արեց Գայանե, որ Հիլարի Քլինտոնը գալիս է շատ դաժան հարցեր տալու համար եւ հստակ օրակարգով, որքանով եք հիմնավոր համարում այս կանխատեսումը։ Ես համարում եմ, որ Հիլարի Քլինտոնը գալիս է, որ հասկանան ինչին են պատրաստ կողմերը։ Ընդ որում Ադրբեջանը, ես չգիտեմ մեր դիվանագետները ինչ են ասելու, կուզեի, որ փոփոխություններ անել, որոնց մասին ես առաջ եմ խոսել։ Ադրբեջանը արդեն հայտարարում է նրա մասին, որ Մադրիդյան սկզբունքները ոչ մեկին պետք չեն, բավական են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, Եվրոպա խորհրդարանի բանաձևերը, այսինքն այն աշխատանքը, որը նրանք արել են 20 տարվա ընթացքում, փորձում են հիմա գործի դնել։ Մենք 20 տարի քնած էինք, 20 տարուց ավել։ Հիլարի Քլինտոնը դե պարզ է, նա կուզենա շեշտել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դա մեր տարածաշրջանը շատ մեծ կարևորություն ունեն, ինչ կարևորություն ունեն գիտենք, բայց ես կատաստրոֆիկ վիճակ չեմ համարում։ Ես համարում եմ, որ մերոնք շատ հանգիստ, Հայաստանը շատ հանգիստ կարող է առաջ քաշել իր շահերը։ Գլխավոր հարցն է դա, արդյոք այս այցը տարածաշրջան կարող է առաջընթաց ապահովել Ղարաբաղի հակամարտության, իդեպ նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացում, քանի որ ինչպես նշել էր Ֆիլիպ Գորդոնն այդ թեմային եւս անդրադարձ է լինելու եւ ընդհանրապես նաև առաջիկայում Ղազախստանում նախատեսված այդ հավաքը ձեր կարծիքով կարող է արդյոք ազդարարել նոր փուլի դե յուրե, այսպես ասած, մեկնարկը եւ կարող է բեկումնային ինչ-որ զարգացում լինել։ Վստահ եմ, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի ընթացքում այս հարցերը, թե Ղարաբաղյան հիմնախնդիրը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվեն ըստ արժանվույն, բայց չեմ կարծում, թե Ղարաբաղյան հիմնախնդրում բեկումնային տեղաշարժեր կարող են լինել, քանի որ այս հարցը Հայաստանի դիվանագիտության, ֆուտբոլային դիվանագիտության շնորհիվ հիմա Թուրքիայի դիվանագիտությունից է, Թուրքիայի քայլերից է կախված, Թուրքիան ստացել է արձանագրություններ, դրել է մի կողմ եւ դրան մենք նպաստել ենք, ոչ թե հետ ենք կանչել այդ արձանագրությունները կամ եթե նախկինում գովում էինք ուղղակի ընդունել ենք, այլ ուղղակի տվել ենք Թուրքիային, նա երբ կցանկանա այդ հարցը նորից
կթեժացնի եւ ինչը բարբերաբար անում է։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգ, որ ասացիք Ադրբեջանը ասում է անդադ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 93 թվականի 4 հայտնի բանաձև, շատ լավ կլիներ, որ այդ 4 բանաձևերի հիմքով այսօր մենք ունենք հայտարարություն։ Այնտեղ որքան հիշում եմ 3 կետերում Ղարաբաղին է կոչ արվում, այնտեղ գրվում է օկուպացիոն ուժեր, Հայաստանը չի նշվում։ Տեղական ուժեր, այնտեղ Հայաստանից չի պահանջվում վերադարձնել տարածքներ, այնտեղ հետ քաշել է զորքեր։ Ես դեռ շատ ուսումնասիրել եմ։ Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ բեկում կմտցնի գործընթացի մեջ։ Ես չգիտեմ Կլինտոնը ինչով ա գալի, ինչ ասել, ինչը ես մի բան եմ համոզված, ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, կներեք այսպիսի ինքնավստահության համար, պետք է դրվի սեղանին վերջապես իրավական փաթեթը, որը ուղղակի անհերքելիորեն ապացուցում է ինչ է Ղարաբաղը, ինչ է եղել Ղարաբաղը եւ ինչ է նշանակում այդ տարածքները Ղարաբաղի շուրջ։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը միջև այսօր որևէ փաստաթուղթ չի դրել սեղանին, իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որտեղ ասված լինի, որ Ղարաբաղը երբևիցե եղել է Ադրբեջանի մասը։ Եվ ինչ վերաբերվում է ՄԱԿ-ին, այսօր մեր թերթում հոդվածը ես տպագրել, որտեղ Ադրբեջանը անդադ ասում է միջազգային ճանաչված սահմաններ, международно признанные границы Ադրբեջանը։ Այդպիսի հասկացություն չկա։ Մենք նայել ենք ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի եւ մնացած սովետական հանրապետությունների ընդունման ակտերը, այնտեղ ոչ որևէ խոսք տարածքներ սահմանների մասին չկա։ Ուղղակի ընդունել որպես անդամ։ Իրավական հիմնավորումների մասին ես կխոսեմ, ես կկրկնեմ, ես Կլինտոնի այցելությունից ոչ մի բեկումային շրջադարձ չեմ սպասում, ոչ էլ Ղազախստանում սպասվելիք հանդիպումից։ Մենք պետք է կարողանան առաջ քաշել մեր խնդիրները, այսինքն մեր պահանջները կապված են տարածքների հետ, հիմնական հարցը։ Եվ այդ տարածքների հետ, եթե իրավունքի մասին պետք է խոսենք, ես նորից պետք է կրկնեմ հայ փախստականների խնդիրը, ընդ որում փախստականների եւ միջազգային իրավունք քաղաքացիական հասարակության ցանցը 30,000-ից ավել դիմումներ ունի փախստականներից Ռուսաստանից, Կանադայից, Ամերիկայից, Ավստրալիայից, Հայաստանից, Ղարաբաղից, որտեղ պահանջում են այս փախստականները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններից այդ տարածքները իրենց տալ։ Դա է կարևորը հիմա։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հյուրընկալել էինք Գոլոս Արմենիի թերթի մեկնաբան Մարինա Գրիգորյանին, Ժամանակ թերթի մեկնաբան Էմմա Գաբրիելյանին եւ Ռեսպուբլիկա Արմենիայի եւ Երկիր թերթերի մեկնաբան Գանե Մովսեսյանին։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։